Ֆորտունա Լորմարզային հեռուստաընկերության եթերում դուք դիտում եք մոլորակ լրատվականի հավելվածը բարև ձեզ։ Մոլորակ լրատվականի հավելվածի շրջանակներում խոսելու ենք այն մասին, որ այս տարի նշվում է հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը եւ մեր տաղավարում հյուրընկալել ենք պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վանաձորի պետական համալսարանի դասախոս Սամսոն Քարյանին եւ պատմաբան Ռուբեն Բարսամյանին։ Բարև ձեզ, պարոնայք։ Շնորհակալություն, որ հյուրընկալվեցիք մեր տաղավարում եւ պարոն Քարյան, ես այստեղ առանձնացրել եմ մեր նախնական զրույցում, դուք ասացիք, որ ձեզ մտահոգում է այն, որ այսօրվա սերունդը պատերազմում տարած այդ հաղթանակը իրենը չի համարում եւ գնալով մոռացության են գնում այն հերոսությունները, որոնք ի վերջո եղել են։ Ես խնդրում եմ հենց սա որպես նախաբան հենց շարունակեք այս միտքը եւ նաեւ պատճառաբանությունը ներկայացնեք։ Երկրորդ համաշխարհային պատերազմը հայրենական պատերազմը, ընդհանրապես դա հայ ժողովրդի պատերազմ էր։ Մեր պատերազմն էր, մեր ճակատագիրն էր վճարվում Ուկրաինայի տափաստաններում, Ռուսաստանի տափաստաններում, այլ վայրերում։ Եվ հեչ պատահական չէր, որ հայ ժողովրդի զավակները անմնացորդ նվիրվեցին այս հաղթանակի կերտման գործում, անմնացորդ։ Մենք ունեցել ենք շուրջ 300,000 զոհ։ Հեչ պատահական չի, որ մեր մինչև այսօրվա սերունդը երախտապարտ, հա? Փառքի հուշարձաններ կանոնեցրին, աղբյուր հուշարձաններ կառուցեցին, բայց հիմա այդ երիտասարդությանը որ հարցնում ես, մեր հերոսների մասին ոչինչ գրեթե չգիտեն։ Շատ դժվարանում են անուններ տալ, մեր հերոսներին հիշել, բայց պետք է մենք կարողանանք հասցնենք երիտասարդությանը, ուսանողությանը, մատաղ սերնդին դպրոցներից սկսած, ընտանիքից սկսած, որ Վոլգոգրադի ճակատամարտում, Ստալինգրադի ճակատամարտում պարտության դեպքում թուրքական 26 դիվիզիան արփաչայապիներ մտնելու էր Հայաստան։ Եվ հենց այդ բեկումը տեղի ունեցավ 42 թվականի աշնանից, 43 թվականի ձմեռ, եւ թուրքական դիվիզիաները հետ քաշվեցին։ Այնպես որ մենք վճռում ենք մեր ճակատագիրը, մեր բախտը եւ ունեցանք շատ հերոսներ, շատ զորավարներ, խիզախներ, հեչ պատահական չէ որ մենք ունեցանք խորհրդային երկրի տոկոսային հարաբերությամբ ամենաշատ հերոսները։ Ունեցանք նաեւ զոհերի քանակով մենք առաջիններից էինք, բելարուսներից եւ ռուսներից հետո։ Միայն Կիևի ազատագրմանը մասնակցել է 100,000 հայ։ Իսկ այսօր դա չի ընդունում։ Նոր քաղաքագետներ են լույս եկել, որ չեն ընդունում, ուզում են խմբագրել, վերախմբագրել ամբողջ այս մեծ հաղթանակի գործը, մոռանալով, որ քանի գնալով պատերազմների ընթացքում զոհվում են ավելի շատ մարդիկ, քան թե նախկին դարերում։ Օրինակ 17-րդ դարում 3 միլիոն է զոհվել, 18-ում 5-ի չափ, 19-ում 10-ի չափ, արդեն 20-ում արդեն 120 հասավ զոհերի թիվը։ Առաջ երկրորդ համաշխարհային պատերազմի մասին վերցրած։ Այնպես որ այս քաղաքագետները իրանց հաշիվ տան, որ ուր են տանում երկիր մոլորակը, բնակչությանը, ժողովրդին։ Մենք պատերազմից հետո ականատես ենք եղել շուրջ 60 ռազմական բախումների եւ պատերազմից ավելի շատ մարդ է զոհվել այդ տարածքներում, իհարկե չհաշված այսօրվա Ուկրաինան եւ Սիրիան։ Այնպես որ հիմիկվա զենքատեսակները շատ ահավոր են, շատ ավելի շատ վնաս են պատճառում ոչ միայն մարդկային, այլ նաեւ բնությանը, նյութականը, ամեն ինչին մի խոսքով։ Այսպես որ մենք պետք է աչալուրջ լինենք հենց ծնված օրից երիտասարդը երեխան արդեն մեծանալով պայքարենք, որպեսզի ոչ միայն մենք ամբողջ աշխարհի երիտասարդությունը, որ պատերազմը այլևս չլինի, որովհետև դա այսօրվա չափանիշներով ահավոր հետևանքներ կունենա։
Բայց եւ կարծում եմ, որ հենց այ մեր սերնդին պետք է հասկանալի դարձնել այն պատմությունը, անցալելի դարձնել այն պատմությունը, որը տվել է շատ հերոսներ եւ լինելու դեպքում այդ պատմությունը իմացող ցանկացած երիտասարդ կարող է կռվի դաշտ գնալ եւ անել այնինչ պիտի անի հայ մարդը ի վերջո կամ հայ զինվորը։ Լոռու մարզը հերոսներ նաեւ տվել է, Լոռու մարզի ներգրավվածությունը հայրենական մեծ պատերազմում, խնդրում մի քանի հերոսներ է ունեցել Կարնիկ Վարդումյան, Անտինյան, Ուդալցով, Ղազարյան, Անաստաս Միկոյանի որդին, հենց ինքը, եղբայրը, խոսքով մենք ունեցել ենք, ես մի փոքր աշխատի ունեմ այդտեղ Լոռու մարզի հերոսների եւ հիմնական ղեկավարների մասին մանրամասը տրված են կեսագրականներով։ Մենք ունեցել ենք դա։ Բայց Լոռու մարզից նաև ունեցել ենք շատ զոհեր, ես մի քանի թվային տվյալներ, եթե մեր բանաներում է, ուրեմն Կիրովականից զոհվել է 1579 մարդ, զոհված կամ անհետ կորած, Գուգարքի շրջանից 1430, Ստեփանավանի շրջանից 2673, Տաշիրի Կալինոյի շրջանից 2014, Սպիտակի շրջանից 2571, Թումենյանի շրջանից 1702, ընդհանուր հաշվարկով 11969 մարդ։ Այդքան կորուստ ենք ունեցել։ Եվ երախտապարտ սերունդները կառուցել են ոչինչ չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել, գրեթե մարզի 100% բոլոր գյուղերում հուշարձաններ կան եւ լավ խնամվում են։ Դա ճիշտ է։ Ես չեմ կարող ասել, որ որևէ հուշարձան տեսել եմ անխնամ, թողած, կիսատ, պրած, քանդված, խնամում են, պահում են։ Դա դասերակցության կենտրոն պետք է դարձվի։ Ուշադրությունը դարձվի հենց ինչի համար են այս մարդիկ զոհվել։ Չէ՞ որ հենց այնպես չեն գնացել զոհվելու համար, այլ գնացել են այսօրվա մեր ապագայի համար, մեր սերունդների համար, մեր ժողովրդի համար, մեր հայրենիքի համար։ Այսօր մենք կարողանանք մեր ամբողջ ամենօրյա քաղաքական աշխատանքում, բացատրական աշխատանքում մատաղ սերնդին սերմանենք, որ այս պատերազմը մերն է եղել, որտեղ եղավ մի շրջան, երբ որ նոր անկախություն ձեռք բերեցինք, այդ վարչակարգը ասում էր, սա մեր պատերազմ չի, նույնիսկ մայիսին տոներից հանեցին, բայց բարեբախտաբար հետագա գաղափարախոսությունը փոխվեց, բայց լավ էր նորից վերականգնվեց։ Հասկացա, դա այդ ժամանակաշրջանը բացասական անպայման բացասական դեր ունեցավ։ Մեր գյուղում մենք ունենք հուշարձան, գնացի ամեն տարի ես գնում եմ մայիսին, ասին մայիսինը տոնական օր չի, գիտեք, դե պատասխան արդեն ձեզ համար պարզ կլի, թե ես ինչ պատասխան եմ տվել, բայց բոլոր դեպքերում ոնց չի տոնական օր։ Եթե 70 մարդ գնացել է, դրա կեսից ավելի զոհվել է։ Ու ոչ թե տոնական, այլ մենք գնում ենք նրանց հիշատակը հարգելու։ Շատ ամբողջ Լոռու ձորը աղբյուրներ են զոհվածների հիշատակին։ Եվ ամեն գյուղում այդ հուշարձանը կա, Հայաստանի բոլոր գյուղերում։ Ընդ որում դրանք արվեստի գործեր են մեծ մասամբ, հրաշալի քանդակներ կան, արձաններ կան, կոթողներ են, ճարտարապետական կառույցներ են, համալիրներ են մի խոսքով, որ կարելի է այդտեղ եւ այն նոր առաջի դասարանից սկսած բոլոր միջոցառումները տանել այդ հուշարձանի մոտ անել, այդ տարածքում անել, բացատրել, ասել, արտասանել, երգեր շատ ունենք, մենք արտասանություններ, բանաստեղծություններ շատ ունենք, մեր բոլոր բանաստեղծները վերջ-վերջով այդ մասին գրել են, չէ՞։ Շիրազն է գրել, Ամոսյանն է գրել, Ավետիք Իսահակյանն է գրել, բոլորը։ Խոսքով այդ դրանք չի կարելի մոռանալ։ Շնորհակալություն պարոն Բարսամյան, պարոն Քարյանը մի երկու շատ կարևոր հարց բարձրացրեց, փաստորեն այն, որ պատմությունը խմբագրելու փորձեր է արվում եւ նաեւ երիտասարդության հետ կապված, որ քիչ են տիրապետում պատմությանը։ Պատմաբանի դերը երկու առումով էլ շատ մեծ է։ Ինչ կասեք դուք այդ իմաստով, արվում են արդյոք աշխատանքներ։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ միանալ պարոն Քարյանի առաջ քաշած հարցադրմանը, որ Երկրորդ աշխարհամարտում ամենածանրակշիռ, այսպես ասած, մասը դա հայնական պատերազմն էր, եւ հայնական պատերազմը իսկապես մեր պատերազմն էր։ Եվ այստեղ
դրված է համայն մարդկության խնդիրը, մարդկության ապագայի խնդիրը։ Երկրագնդի բնակչության 80%-ը ներքաշված էր այս պատերազմում։ Եվ 3 ագրեսիվ պետություններ Բերլին, Ռոմ, Տոկիո, այսպես ասած, առանցք ձևավորեցին եւ մարդկության ապագան դրել են հարցականի տակ։ Ինչպես կարող է բազմադարյան պատմություն ունեցող հայ ժողովուրդը, որը, ասենք, հայկի սերունդներ եւ իր պատմության մեջ բազմաթիվ բիզի սխալից էջերը կգրել, անմասն մնալ այդ պատերազմից։ Ոչ միայն մեր ժողովրդան մասն չմնաց։ Մեր ժողովուրդը մասնակցեց աննկարագրելի մասշտաբներով, աննկարագրելի չափերով, այսպես ասած, Սասունցի Դավթյան ուժով մասնակցեց այդ պատերազմին, չնայած իր փոքրաթիվ լինելուն։ Հայաստանի բնակչությունը ընդամենը 1.3 միլիոն էր։ Բայց այս փոքր երկիրը պատերազմի դաշտ դուրս բերեց 6 մարտական դիվիզիա։ 89-րդ Թամանյան դիվիզիան, Թաման թերակղզին ազատագրելու համար կոչվում է Թամանյան, այդ դիվիզիան միակ ազգային դիվիզիան էր, որը մտավ Բերլին։ Եվ Ռայխստագի հրապարակում պարեց հայկական քոչարի, դնդացրեց գերմանական Ռեյխի մայրաքաղաքը, հիշեցնելով նրանց, ովքեր օգնել էին երիտթուրքերին հայերի ցեղասպանությունը կազմակերպելու հարցերում, որ մենք կանք կլինենք ու պիտի լինենք։ Այդ իմաստով իսկապես ճիշտ է, եւ այն հուշացանը, որ կառուցում են, այն միջոցառումները կազմակերպում են, այդ միջոցառումները իրենց խորհուրդն ունեն, որ չի կարելի մոռանալ այն իրադարձությունը, որը վճռական ազդեցություն է թողել մարդկության ճակատագրի վրա։ Ոչ միայն այն բանի համար, որ մենք այդքան զոհ ենք տվել, այլև այն բանի համար, որ իսկապես դրված է մարդկության ապագայի խնդիրը եւ մենք պարզապես պարտավոր ենք մեր ներդրումն ունենալ։ Եվ ուզում եմ մի բան ավելացնել, որ այդ ներդրման մեջ ոչ միայն Հայաստանի բնակչություն ունեցավ իր ծանրակշիռ ավանդը, այլ այս սփյուռքահայությունը 2 տանկային շարասյուն կազմակերպեց, $1 միլիոն Ամերիկա հայերը հավաքեցին։ Այսինքն իսկապես ողջ առաջադեմ մարդկության խնդիրն էր եւ հայերը իրենց ներդրում ունեցան։ Ինչ վերաբերում է պատմաբաններին, գիտեք, այո, գաղափարախոսական շեղում եղավ Երրորդ հանրապետության սկզբնական շրջանում, որ սա մեր պատերազմը չի, դա ուրեմն ռուսական այսպես պատերազմ եղել, Ռուսաստանի դեմ ուղղված քայլ եղել, մենք ինչ ամենավին դա այդպեսին չի։ Նորից եմ կրկնում, դա համայն մարդկության խնդիրն էր, պատահական չի, որ Անգլիան, Ֆրանսիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները գաղափարախոսական տարբեր դիրքերում են կանգնած սովետական միության հետ, նույնիսկ դրանից առաջ թշնամական հարաբերությունների մեջ էին, բայց նրանք օգնեցին սովետական միությանը ամեն, այսպես ասած, ձևերով, թե նյութապես, թե ռազմական տեխնիկայի տեսակետից, որպեսզի ֆաշիզմը հաղթահարվի, եւ միլիտարիզմը, եւ դա ուրեմն տեղի ունեցավ, կազմակերպվեց։ Այսինքն պատմաբանի այս բոլորը պետք է հասցնեն, եւ դա անանց նշանակություն ունի։ 20-րդ դարի դա այն իրադարձությունն է, որը վճռական նշանակություն է մարդկության ճակատագրի, այսօր եթե մարդկությունը որոշակի, ասենք, ձեռքբերումներ ունի տարբեր բնակարանում եւ այլն, զգալի չափով դա այդ հաղթանակի ուրեմն արդյունք է նաեւ։ Այ շնորհակալություն, այս հարցին կցանկանամ պատասխանեք այսպես երկուսով, որովհետև ինձ շատ հետաքրքրում է։ Այ դուք ինքներդ նշեցիք, որ բազմաթիվ հուշարձաններ են կանգնեցվել, մասնավորապես Լոռու մարզում, այ 70-ամյակին նվիրված միջոցառումները բավականին ակտիվ են, դպրոցներ, մինչև անգամ մարզպետարանում կա հատուկ հանձնաժողով եւ համակարգում է այդ ամենը։ Սա կա, սա արվում է, բայց այնուամենայնիվ ինչ որ բան պակաս է եւ հենց այդ պակասի հետևանքն է, որ այսօր շատ քիչ երիտասարդներ են շահագրգռված այդ պատմությունը ավելի լավ իմանալուն։ Ինչ եք կարծում, որն է այդ պակասը։ Կարծում դուք պետք է որ ավելի լավ իմանաք։ Ասեմ, որ անցած օրը մենք որպես հանրաժողովի անդամներ մասնակցում ենք նիստին եւ կատարված աշխատանք, ինչ որ հիմա կատարում է, հրաշալի ծրագիրեր, միջոցառումները լավ նախատեսված է, կլինի շատ լավ է, ինչ որ նախատեսվեց ու արում է հրաշալի է, ոչ մի պակաս բան կարող եմ ասեմ, որ չկար։ Միայն թե սա այսպես չկտրվի, սա անող չավարտվի, շարունակական լինի։ Այ գուցե հենց դա է խնդիրը։ Ես հենց դա եմ ուզում ասեմ, 70-ամյակն է, կան միջոցառումներ, կան նոր հուշարձաններ, կա իրադարձությունների, այսպես հոսք, ավարտվեցին բոլոր պատմությունները։ Չէ, չավարտել։ Սա ամենօրյա աշխատանք է, հայրենասիրական աշխատանքը ամենօրյա աշխատանք է։ Բաց թողեցիր, ձեռից գնաց, ես չես կարող բռնես։ Պետք է ամեն օր աշխատվի, ամեն օր երիտասարդին ճիշտ ուղու վրա պահել, չթողել որ նա շեղվի։
Այդ դուք ամեն օր համենայն դեպս աշխատանքային օրինարիտ ունենում եք շփվելու Դուք եք այսպես շահագրգռված, որ խոսեք այդ մասին ուսանողների հետ։ Առայժմ այդպես է։ Եվ դա շատ լուրջ խնդիր է կարծում։ Դուք էլ պատասխանեք։ Դա ավակ սերունդը բնականաբար պատասխանատու է հաջող սերնդի համար։ Եվ ինձ թվում է աշխատանքի նոր ձևեր մեթոդներ են հարկավոր։ Այսօր գուցե այն ինչ որ մենք մինչև հիմա կազմակերպել ենք գնանք եւ ծաղիկ տնենք ու դրանով հարցը վերջացնենք, գուցե ճիշտ չի։ Այլ մեթոդներ, որովհետեւ երիտասարդությունը կարողանա զգալ, մտնել երևույթի մեջ, հասկանալ, որ դա իր պապերի, այսպես ասած, խնդիրն է։ Եթե նոր սերունդը բարձրանում է ավակ սերնդի ուսերի վրա, ապա ավակ սերունդը պետք է նրան իսկապես տանի որոշակի տեղ հասնի հուշի, ոչ թե ձեռքից բռնի, այլ հուշի հասկացնի աշխատանքի այնպիսի մեթոդներ են պետք, որոնք հետաքրքիր լինեն, բովանդակալից լինեն, կոնկրետ ասենք, բանավեճ է, ինչ որ հանդիպումներ, փառքեր, սրահներ, Պարոն Քարյանը առաջ էր քաշել մի խնդիր, որպեսզի մի քիչ գուցե հացին չի դավեն, բայց անմիջական կապ ունի, ստեղծվի ուրեմն փառքի ուժացան, թանգարան, կապված Ղարաքիլիսայի հերոսամարտի հետ։ Իմ կարծիքով հրաշալի միջոցառում կլինի։ Հրաշալի, այսպես ասած, ոչ միայն ասենք Ղարաքիլիսայի ճակատամարտի, այլ հասարակ մարտական փառքի ծառուղի ստեղծվի թանգարան, ուրեմն կազմակերպվի դպրոցներից այցելություններ գնան այնտեղ միջոցառումներ կազմակերպեն, մի քանի ասենք մի խումբ վետերաններ մնացել նրանք այսօր չկան, վաղը ինչ պետք է լինի։ Այդ թանգարանները պետք է ուրեմն այնպիսի ծավալի աշխատանք կատարեն, որպեսզի սերունդը իսկապես զգա, որ դա իրեն պատմություն, իրեն կենսագրությունն է, իր պապերի կենսագրությունն է։ Եվ ինքն էլ հետաքրքիր մի, այսպես ասած, դիտարկում ասեմ, Խաչիկ Դաշտենցի Ռանջբարների կանչը ծանոթ է, ուրեմն բոլորիս։ Դաշտենցը այնտեղ ասում է խոսքը ֆիդայիների մասին է։ Ասում է այսպիսի սերունդ եղավ, այսպիսի սերունդ դժվար թե կրկնվի ֆիդայիների մասին։ Բայց այդ սերունդը կրկնվեց հայնական պատերազմում, այսինքն մոտ 25-30 տարի հետո ցեղասպանությունից Ցեղասպանության զոհ դարձած մարդկանց հաջորդ սերունդը արդեն պատերազմ հրաշքներ գործեց։ Հերոսությունների այնպիսի օրինակներ ցույց տվեց, որ ուղղակի ապշեցուցիչ են։ Հիմա այդ փորձը ուրեմն պետք է փոխանցել, այդ ոգին պետք է ուրեմն տարածել, ոգին պետք է հաղորդել, նույնը ասենք վերաբերում է Շուշին ազատագրելու ազատագրողների ուրեմն գործողություններին, այդ Արցախյան ուրեմն կամպանիայի երդարձություններին ըստ ամենայնի պետք է ներկայացվի այնպես, որ դառնա յուրաքանչյուրի սեփականությունը, նոր կյանք մտնողի սեփականությունը։ Բարի փոքր կարողացա։ Ես չեմ կարող ասել, որ հիմիկվա սերունդը մերից վատն է։ Հիմիկվա սերունդը ավելի առաջադեմ է, ավելի լայն մտահորիզոն ունի, ավելի շատ է տեսնում, տեխնիկայից ավելի լավ է օգտվում։ Այսօր չի կարելի ասել սերունդ, բայց սերունդի հետաքրքրությունը շեղված այլ ուղղությամբ է գնում։ Մի հեռախոս տվեցիր, այդ ձեր ասած տեխնիկան։ Այդ հեռախոսը իր ամբողջ հարցերը լուծում է։ Հարց տալիս ես հեռախոսով է լուծում, ասում ես այսօր ամսի քանիսն է հեռախոսն նայում։ 10 օր հետո ինչ օր ալելու էլի հեռախոսով ասեմ։ Բազապատկն բաժանան վերջը բոլոր հարցերը ողջ հեռախոսով են անում, կամ այլ տեխնիկայի միջոցներով։ Ուղղակի պետք է կարողանանք մեր այս բնակավար աշխատողները սա շեղել դեպի հայրենասիրությունը, դեպի հայրենիքը, դեպի մեր հողը, դեպի մեր ունեցվածքը, կարծում եք պատահական է այս մասսայական արտագաղթը։ Ես պատերազմի տարիների սերունդ եմ, տեսել եմ ահավոր ծանր բաներ, ահավոր, վերջը հայրս պատերազմա գնացել, վերջը արդեն պարզ է բոլորին, բայց պետություն են կարծել, բայց պետական մոտեցում կար ամեն ինչին, այդ մոտեցումն է խաթարվել, հույս կար, այդ հույսն է խաթարվել, երբ է սկսվում հայրենալքությունը, արտագաղթ երբ է սկսում, երբ որ մարդը կորցնում իր քաղաքական հեռանկարը, ազատանին ման է գալիս, որտեղ հաց ընդեղ կաց, այդպես է մտածում։ Հիմա մենք դրա մտածենք, այս ուղղությամբ մտածեն այս կառավարող ղեկապահող մարդիկ, որ գոնե արտագաղթը դադարեցվի։ Սրանք մեծ պրոբլեմային հարցեր են, խնդիրներ են։ Առանձին թեմա իհարկե։ Հենց հայրենասիրության պակասությունն է դա, որ մարդը ամեն ինչ տողում իր տուն, գնում է այնտեղ, որտեղ իրեն պետք է։
Բարի դա Աստված չունենանք հայրենասիրության պակաս, ամենայն դեպս դա դրա պակասը շատ արտահայտված չէ կարծում եմ Հայաստանում, թե արտահայտված է, չէ կարծում եմ։ Չէ, դե այդ Լավ, ինչևէ, ես ուզում եմ նաև պատմական փաստեր բերեք, որոնց մասին գուցե շատ քչերը գիտեն, այսինքն փաստեր, որոնց մասին շատ քիչ է խոսվում։ Մի պատմություն, որը գուցե հիմա մեր հեռուստադիտողներից մեկին կողքեվորի եւ այդ հոգեբանության մեջ ի վերջո կմտնի ինչ-որ հետաքրքիր կերպով։ Տեսնում եմ նկարներ, գուցե հենց սկսենք այստեղից հերոսների ոնց բայեմ դուք կարող եք խոսել եւ ամերիկյան ազգային հերոս Դերվիշյան Էրնստ Դերվիշյան շատ հետաքրքիր պատմություն կա կապված այս երիտասարդի հետ ամերիկյան բանակում 87 հոգի են արժանացել կոնգրեսի պատվո մեդալի 87 33-րդը հայազգի մեր ուրեմն բարձանքն է երիտասարդը, որը մատնջել է ամերիկյան բանակի կազմում։ Ընդհանրապես դաշնակիցների բանակում մոտ 100,000 հայ է եղել կռող։ Ամերիկյան բանակում 20,000։ Հայության թիվը այդ ժամանակ 40 թվականին Ամերիկայում կազմում է 200,000, այսինքն 10%-ը մասնակցել է Ամերիկա հայերի 10% այդ պատերազմին անմիջական են զենքը ձեռքին կտրել է չհաշված այն նյութական դրամական ուրեմն օգնությունները բազմաթիվ ուրեմն կամպանիայի միջոցառումները ինչ վերաբերում է Դերվիշյանին ինչու է նա արժանացել այդպիսի բարձր ուրեմն կոչման 44 թվականի մայիսի 23-ին նա եղել է այն ամերիկյան ջոկատի կազմում, որը կռվել է Իտալիայում Ջոկատը ընկել է շրջափակման մեջ եւ կարողացել են ֆաշիստները բոլորին ոչնչացնել բացի ուրեմն Դերվիշյանից։ Մեկ ինքը մնացել է միայնակ 45 հոգու դեմ։ Եվ պատկերացրեք ատոճանակը ձեռքին նետվում է դեպի հակառակորդի դիրքերը։ Հակառակորդից խլում է մեկ գնդացիր։ Այնուհետև դիրքը անընդհատ դիրքը փոխելով ուրեմն բոլորին կարողանում է գերի վերցնել 45 հոգու։ Եվս երկու ուրեմն գնդացի ուրեմն նրանցից ձեռք բերում մի ատոճանակով ընդամենը բոլոր ուրեմն զենքերը սպառվել էին ինքը մնացել է մենակ 45 հոգու դեմ։ Երբ որ վերադառնում է հայրենի քաղաք Ռիչմոնդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ամբողջ քաղաքը ցնծությամբ դիմավորում է։ Ոչ մի մեր դասագրքում այս մասին չկա, չեն կա։ Որտեղ ամերիկյան բանակում է գալու է։ Բայց մեր ժողովրդի մի հատվածի ներկայացուցիչն է, չէ՞։ Բարի եւ հաջորդը, բայց խնդրում եմ հնարավորինս այսպես կարճ ես թույլ տվեք ցուցադրել։ Առաջին ուրեմն հայ մինիստրը, առաջի հայ մինիստրը, ռազմական մինիստրը ամերիկյան բանակի կազմում։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին եղել այսպես կոչված ֆիլիպինյան օպերացիա։ Ֆիլիպիններում ամենամեծ մատկության պատմության մեջ ամենամեծ ծովային ճակատամարտը։ Ամերիկյան ուրեմն 7-րդ նավատորմը ընդդեմ ճապոնական ամբողջ ուրեմն նավատորմի։ Եվ այդ ճակատամարտում վճռական նշանակություն ունեցել ուրեմն մեր ներկայացուցիչը հայազգի ներկայացուցիչ ուրեմն Իգնատիոսյան ազգանունով պատմության մեջ ավելի շատ հայտնի է Պոլ Իգնատիոս։ Այնուհետև աճել է ռազմական ուրեմն տարբեր պաշտոններ զբաղեցրել եւ Ջոն Քենեդի կառավարության ժամանակ նա առաջ քաշվել Պենտագոնում աշխատելու եղել է ռազմածովային ուժերի ուրեմն մինիստրը նախարար։ Նույնպես նշանավոր ուրեմն անձնավորությունը առաջին գեներալը ամերիկյան բանակի կազմում հայազգի գեներալ Շեքիրջան, Հայկ Շեքիրջան։ Հետաքրքիր մի պատմություն է պատմում Շեքիրջանը, ասում է հորս հարցրեցի, ինչու ես անում ես Հայկ դերել։ Ասեց Հայկը մեր անվանադիր նախնին է, մեր ազգի հայրն է։ Նա պայքարել է բելի դեմ, փրկել է իր ժողովրդին, ես ուզում եմ դու այնպիսի զինվոր դառնաս, այնպիսի զորական լինես, որ իսկապես պայքարես քո ժողովրդի համար։ Ցեղասպանության ժառանգներ են։
զոհերի, այսպես ասած, ժառանգներին հետաքրքիր նաև ուրեմն միջադեպ ասեմ Շեքիրջյանի հետ կապված, նա հիմնադիրներից մեկն էր հայկական ազգային լեգիոնի, այն լեգիոնը, որ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին փրկված մուսալերցիներից կազմած այդ լեգիոնը, որը մատնչել է ֆրանսիական բանակի ուրեմն կազմում անգլիացիների հետ ուրեմն միասին թուրքերի դեմ։ Արարայի ճակատամարտի հերոսներից մեկն է, այն ճակատամարտը, որը ծնկի բերեց Թուրքիային առաջին համաշխարհային պատերազմում։ Ահա ուրեմն այս մարդը դառնում է ամերիկյան բանակի գեներալ, առաջին գեներալը ամերիկյան բանակում։ Կան այդպիսի շատ ուրեմն անձնավորություններ, մոտ 52 անուն հայտնի բարձր պատկերների ուրեմն արժանացած, ոչ միայն ասենք մարտական գործողության միջակայքում մասնակիցներ, բժիշկներ, տեխնիկներ, ինժեներներ, նույնիսկ այսօր դեզերագնացներ։ Բարի, նշում եք, որ դասագրքերում չկան, գուցե պետք է նպաստել դրան կամ գուցե առանձին գիրք հրատարակել այդ մասին։ Ընդունում եմ։ Իսկ ինչու դուք անձամբ շահագրգռված չեք եւ չեք գնում դրանը։ Միջոցները շահագրգռված եմ, ուղղակի մի քիչ փաստերը սուղ են, որ աշխատում եմ հարստացնեմ եւ նպատակ ունեմ իհարկե հրապարակել, որպեսզի դա էլ մի խնդիր է, որ ներկայացնենք մեր ժողովրդի այն հատվածի, որը ուրեմն կարողացել է այդպիսի ներդրում ունենալ պատերազմում։ Իդեմս հեռուստաընկերության դուք աջակից ունեք եւ փորձենք մեր զրույցը ամփոփել։ Պարոն Քարոյան, ինչ դուրս մնաց մեր զրույցից։ Իհարկե համոզված եմ շատ բան, դրվագներ, շատ հետաքրքիր դրվագներ կան Բաղրամյանի հետ կապված։ Մեր ժողովրդի ամենասիրված զավակներից մեկն է, մեր քաղաքում եղել է, մեր համալսարանում եղել է, մեր ինստիտուտում։ Առաջին ուրեմն բարևում էր, ասում էր անունդ ասա, անուն ասում էր, ասում էր ամուսն ասած ես, քանի երեխա ունես։ Իր այդ ուրեմն բարևեց, անունդ ինչ է, քանի երեխա ունես։ Իր խոսքը տեղից էր։ Նա ընդհանրապես շատ մեծ տակտիկական հնարավորություն ունեցող ու գիտուն զորավար էր։ Ինքն էր պատմում, որ մի անգամ Ստավկան արդեն Ստալինի գլխավորությամբ Ստավկան հավանության տվեց մի օպերացիայի, ասում եմ, ես դրա պլանը կազմել էի առանցին, ելույթ ունեցա չընդունվեց։ Ու ասում եմ, բոլորին որ ասեց վերջացավ, ընդունվեց այն հակառակ ծրագիրը, ասում եմ, ես դժվարությամբ դերից դուրս չէի ուզում դուրս գամ Ստալինի կաբինետից։ Մեկ էլ ասեց, ի՞նչ է Իվան Խրիստոֆորովիչ, ի՞նչ է պատահել։ Ասում եմ, այսպես։ Կանչեց Շտեմենկոյին, մյուսներին, Անտոնովին եւ այլն, թե գնացեք Բաղրամյանի ասածները ուշադրություն դարձրեք։ Ասում է, դե մշակման համար օր ու գիշեր, անքուն գիշերներ էին անցկացնում, մինչև կազմում էին այդ բոլոր օպերացիաները, չէ։ Շատ տրամադրներ ընկած, թե Բաղրամյանը որտեղից որտեղ մեջ ընկավ, մեր գործը ցես տվեց, ծանրացրեց, եւ ասում որ գնացին, ես բացատրեցի ու երկար ապացույցից հետո ընդունեցին։ Բալչյան օպերացիայի մասին։ Ընդունեցին եւ ուրեմն մտանք Ստալինի մոտ, ասենք այսպես Բաղրամյանը ճիշտ է։ 10 ռազմաճակատի հրամանատար եղել, որից մեկը Բաղրամյանն էր, դա արդեն մեր ազգի համար շատ մեծ բան է, չէ՞։ Ոչ սլավոն։ Ոչ սլավոն, դա մի մարդ է եղել։ Եվ ընդհանրապես ունեցել ենք այդպիսի Նելսոն Ստեփանյանը։ Նելսոն Ստեփանյանի, եթե ժամանակ ունենք, ասեմ թե ինչ կա ուրեմն մարդկային ուժ է ոչնչացրել, ինքնաթիռներ, տանկեր, պահեստներ, նավեր, ուղղակի զարմանալ կարելի է, թե այդ մի մարդը այդքան գործ ոնց է արել։ Ես շատ կարճ ասեմ հիմա։ Սանյոտ ինքնաթիռ, 53 նավ ռազմանավ, 80 տանկ, եւ վերջին պահին, երբ նրա ինքնաթիռը խփում են, իրեն այլով ուրեմն սպասի, ես կարծեմ, որպես ավելի ճիշտ էլի Ռոբերտ ջան։ Գրանցված է շուրջ 1700 թռիչք, որից 239 մարտական։ Նելսոնը խորտակել է 13 նավ, 4 կատեր, 85 տանկ, 600 ավտոմեքենա, 41 վագոն, 27 ինքնաթիռ, 500 զինվոր, 80 պայթուն, 70 հրդեհ եւ այլն։ Իսկ նրա մասին Ծովակալի Սակովը գրեց. Քաջերից քաջներ, նրա մասին գրքեր կգրվեն։ Իրոք գրվեցին, այնպես որ ես
Այսպիսի բաներ շատ ենք ունեցել, Ղարաբաղցի։ որոնք ժամանակը չունենք, այդ շեշտի կարևոր է դա։ Ղարաբաղցի։ Լավ, Շուշեցի։ ամփոփելով ավելացնելու զրույցը ամփոփենք, ավելացնելու ինչ որ բան, պարոն Քարյան, սկսենք ձեզանից։ Դե գիտեք, մեկ հաղորդման ընթացքում հնարավոր չի այս մեծ գործի մասին ամեն ինչ ասել, այնպես որ սա կրկնվի, իհարկե ոչ այսպես այնքան շատ կրկնվող մարդկանց հոգնեցնես, այլ մեկ-մեկ հիշեցում է պետք եւ մեր խնդիրն է ուսանողության հետ, դասատուների խնդիրն է, ուսուցիչների խնդիրն է, աշակերտների հետ, ձեր խնդիրն է, մյուսներից խնդիրն է, որպեսզի ուրեմն չմոռանանք եւ գնանք մեր հայրերի մշակած այդ մեծ հայրենասիրական ուղիով գնանք մեր երիտասարդությանը տանենք այդ ուղիով, ոչ թե գնան Թուրքիայում կամ ուրիշ տեղ իրենց հանգիստը գտնեն, այլ հայրենիքում, մեր երկրում, մեր հողում, մեր ջրում։ Իհարկե, ես կուզենայի, որ հրաշալի այսպիսի միջոցառումներ, որ այս օրին անց են կացվում, դրանք, այսպես ասած, կամպանիոն բնույթ չկրեն, Հոբելյանը նշում ենք։ Այլ շարունակական, այսպես ավելի խորացված մի քիչ առաջ ասեցի, ուրիշ ձևերով, մեթոդներով ուրեմն կարողանանք ծավալել, եւ իսկապես մեր նոր սերնդին հասցնենք այն, ինչ որ իրենց ավագ սերունդը նախնիները ուրեմն ստեղծել կուտակել են եւ ծառայել են ինչպես են հայնասիրության պակաս չկա, ուղղակի հայնասիրության չափերը, ձևերը, մեթոդները պետք է ճիշտ մատակարարել, սնել։ Շնորհակալություն, բարոնակ, օգտակար զրույցի համար եւ ձեզ մաղթում եմ օգտակար գործունեություն։ Հարգելի հեռուստադիտողներ, զրուցակիցներս էին պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վանաձորի պետական համալսարանի դասախոս Սամսոն Քարյանը եւ պատմաբան Ռուբեն Պարսամյանը եւ պատմական երկու փաստ, որոնք համոզված եմ կհետաքրքրեն, փաստորեն իմացանք, որ հայրենական մեծ պատերազմում Հայաստանը զոհերի առումով երրորդ տեղն է զբաղեցրել, իսկ այ հերոսների առումով զբաղեցրել է առաջին տեղը։ Առաջինը հասկանալի է, քանակությունը բնականաբար Ռուսաստանից եւ Ուկրաինայից ավելի մեծ չէր կարող լինել, իսկ այ երկրորդը կարծում եմ պետք է հետևությունները թողնել ձեզ։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։